Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օրորի կոշտանում, այլև գործնական քայլեր են դրանց հետևում։ Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի արդեն քանի օր է արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։ Խոսակցական լեզվով ասած, խոպանչիներն արդեն մի քանի օր է խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկում։ Երեք Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ այս հարցին, ասելով, որ իրենք հակառուսական ուղեցրի մեջ չեն, ավելին ասեց, այս ընտրությունները աշխարհաքաղաքական բնույթ չունեն, մի նախադասություն հետո ասեց, մենք պիտի հայ ժողովրդին հնարավորություն տանք ընտրության այլընտրանք ունենալու ԵԱՏՄ-ին այլընտրանք ունենալու, այն է Եմեն, եւ եթե սա աշխարհաքաղաքական ընտրության մասին չի, բայց աշխարհաքաղաքական ընտրությունը ո՞րն է։ Մյուս կողմից այն ինչ որ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնություն մեկնող մեր հայրենակիցների հետ, գործարարների հետ, վստահաբար դա մեզ մտահոգում է, որովհետև այդ հայրենակիցները, որ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, այստեղ իրենց ընտանիքներին ապահովում են այն գործարարները, որոնք արտահանումներ են անում, այդ գումարների ի վերջո գալիս են Հայաստանի տնտեսություն եւ օգնում են մեր պետությանը, բայց պետք է նրանց ասենք, որ Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում այս խնդիրները խորանալու են, լուծում չեն ստանալու, եթե իրենք իրապես մտահոգված են ստեղծված իրավիճակով, ապա պիտի մասնակցեն ընտրություններին, աջակցեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, որից հետո վստահաբար այս խնդիրները կարգավորվելու են։ Փոխարենը գործարարներից մեկը, օրինակ նախորդ թալանչիական համակարգի ներկայացուցիչ Աշոտ Արսենյանը, Ջերմուկի Աշոտը, որը տարիներ առաջ, 90-ականների սկզբին, կեսերին ավելի շուտ, կոպեկներով սեփականացրել է Ջերմուկ հանքային ջրերի գործարանը, լինելով Ջերմուկի քաղաքապետը, պարզա չէ, գումարները որտեղից են եկել։ Հիմա այդ ազգային հարստությունը, բայց ոչ արժանապատվություն, այլ հարստություն, իրենով անելուց հետո մի հատ էլ հաթաթա է տալիս ընդդիմությանը, ասում է դուք ուրախանում եք, որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում, մենք չենք ուրախանում, որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում։ Մենք ուղղակի ձեզ հուշում ենք, որ դավաճան իշխանությունների կողքին չլինեք, իրենց չաջակցեք, իրենց համար ձայներ չհավաքեք, Հայաստանում խնդիրներ չունենաք, որովհետև գուցե ստեղծվի մի իրավիճակ, որ մարդիկ սկսեն Հայաստանում ջերմուկ չխմել, չգնել, փորձելով պատժել ձեզ որպես Փաշինյանի հենարան հանդիսացող օլիգարխ։ Մյուս կողմից հետաքրքիր է, որ այս մարդիկ դեռ դժգոհում են ընդդիմությունից, այս մարդիկ դեռ դժգոհում են ժողովրդից մի պարագայում, երբ որ ժողովուրդը 2018-ին դավադիր Նիկոլ Փաշինյանի հետևից նաև գնաց, խաբվելով Նիկոլ Փաշինյանին, հենց նաև Արսենյանների նմանների պատճառով, որոնք մարզերում բդեշխներ էին դարձել, սեփականության իրավունքով էին մոտենում մի ամբողջ մարզի, քաղաքի բնակավայրի։ Ինչ փոխվեց, ոչինչ չփոխվեց, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ եւ չուզեց այս մարդկանց պատժել, ավելին շարունակեցին նրանք պաշտոններ ստանալ, շարունակեցին հարստանալ ժողովրդի հաշվին։ Այնպես որ սրանք կրկնակի մեղավոր են, սրանք ոչ միայն մեղավոր են նրա համար, իդեպ սա հանրապետական կուսակցության անդամ եղել, ազգային ժողովի падգամավոր եղել։ Արսենյանի նմանները ոչ միայն մեղավոր են նրա համար, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետևը գրկած ման են գալիս, օգնում են, որ նա ծառայի թուրքերին, նրանք կրկնակի մեղավորներ են, որովհետև նրանց նախորդ հանցավոր կյանքի պատճառով ժողովուրդը խաբվեց Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի, նրա որդու եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմաստեր Սմբատ Լպուտյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Օրաթերթը հայտնել էր, որ ապրիլի 18-ին ձերբակալվել էին մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմաստեր Սմբատ Լպուտյանը, ավելի ուշ նրանց մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նրանք ազատ էին արձակվել։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Ծառայական լիազորությունները չարաշահելու խարդախություն կատարելու, դրան օժանդակելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը եւ մի շարք այլ աշխատակիցներ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանությունը մտադիր է ընտրակաշարք տալու եւ վերցնելու համար քրեական օրենսգրքում նախատեսված պատիժն առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթև չէ։ Գործող նորմերով ընտրակաշարք տալու համար մինչև 8 տարի ազատազրկում է նախատեսվում, ըստ նոր առաջարկության այն կփոխվի մինչև 10 տարի ազատազրկման։ Իսկ ընտրակաշարք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, նախատեսվում է մինչև 9 տարի ազատազրկում։ Ըստ ամենայնի այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով ու թերևս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին, որոնց նկատմամբ շուրջ 2 ամիս է կաշառքի շինծու գործեր են կարվում։ Այդ գործերում այնպիսի անհեթեթ արտահայտություններ են հանդիպում, ինչպիսիք են աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել, չպարզված անձից չպարզված բնույթի գույքային խոստումներ ստացել։ Գիտեք, ընտրակաշառքը անթույլատրելի երևույթ է, ընտրակաշառքը սպանում է քաղաքականությունը, ընտրակաշառքը սպանում է քաղաքական միտքը եւ դա անթույլատրելի է ցանկացած բառագայում, թե որ ուժի կողմից այն կբաժանվի եւ հետաքրիր է, որ իշխանությունները հատկապես իրենց կողմից բաժանվող ընտրակաշառքի դեպքերին չեն անդրադառնում կամ դրանք ընտրակաշառք չեն համարում։ Մի կողմ թողնենք այն, որ պետական ծրագրերը վերածվել են ընտրակաշառքի։ Նախընտրական փուլում ընտրություններից 1 ամիս առաջ, 2 ամիս առաջ թոշակների բարձրացումը ընտրակաշառք է ըստ երևույթին։ Բանը անաստագլխականակի համար տրվող աջակցությունը առերևույթ ընտրակաշառք է։ Ապահովագրության ինստիտուտը հենց ընտրություններից մի քանի ամիս առաջ ներդրնելը, այո, ընտրակաշառք է առերևույթ։ Եվ այսպես շարունակ։ Բայց գանք ուղիղ ընտրակաշառքի դեպքի։ Թալինի քաղաքապետը, որը նաև ԿՊ-ի ցուցակում, նախընտրական ցուցակում որպես պատգամավորության տեխնացու է, համայնքային բյուջեից քաղաքացիներին կարծեք մոտ 11 միլիոն դրամ գումար էր բաժանել, իբրև թե որպես սոցիալական աջակցություն։ Եթե սա ընտրակաշառք չի, ել որն է ընտրակաշառք։ Եթե դուք ձեր Թալինի քաղաքապետին չեք պատժում, այս պետական ծրագրերը վերացել եք ընտրակաշառքի մեխանիզմի, պաշտոնականացված, փաստաթղթավորված մեխանիզմի, այդ դեպքում ինչի դեմ է ձեր պայքարը։ Այս սրա համար է, որ մարդիկ ձեզ չեն հավատում, սրա համար է, որ անգամ եթե հիմնավորված, չգիտեմ, իրական ձայնագրություն հրապարակեք, միևնույնն է, մարդիկ տեսնելու են այդտեղ քաղաքական նպատակ, որտեվ եթե Թալինի քաղաքապետը շարունակում է քաղաքապետ մնալ, մասնակցել ընտրապայքարի եւ կալանավորված չէ, ապա չի կարող կալանավորվել որևէ մեկը նմանատիպ մեղադրանքով եւ դա արդար համարվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը ուսումնասիրել է Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը, հասկանալու թե ինչ գույք, եկամուտներ եւ պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ԿՊ-ի նախընտրական ցուցակի 6-րդ համարը։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն Սրփուի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նայիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին, գնման եղանակով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տուն, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Նախարարը հայտարարել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 2 բնակարան, դրանցից մեկը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 20-ին գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նվիրատվություն 2023 թվականի փետրվարի 23-ին։ Տրանսպորտային միջոց Սրփուի Գալյանը չի հայտարարել։ Հայտարարագրի համաձայն 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է Յունիբանկ ՓԲ-ի պարտատոմսեր 11 միլիոն 998 հազար 5 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարել է 6 միլիոն 500 հազար դրամի հանձնված եւ վերադարձված փոխհարություն Անդրես Սպեին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։ Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում արկա է եղել 9 միլիոն 955 հազար դրամ, 22 հազար 500 դրամ, 2 միլիոն 142 հազար դրամ, 34 հազար 35 դրամ եւ 1 միլիոն 25 հազար 867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 միլիոն 900 հազար դրամ եւ 5300 ԱՄՆ դոլար։
2025 թվականի ընթացքում Սրբույի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202,134 դրամ, այդ գումարից 760,872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26 միլիոն 690,752 դրամը Արդարադատության նախարարությունից։ Նա նաև հայտարարել է 1 միլիոն 900,000 դրամ այլ եկամուտ Պետրոս Մկրյանից։ Մյուս եկամուտները ըստ հայտարարագրի գոյացել են բանկային փոխառություններից։ Եթե հիշում եք, Սրբույի Գալյան այն նախարարն էր, որը շատ հանգիստ ասում էր, թե մի $200,000 ինչ է, որ ինքը 10 տարում հետ չգցի։ Այո, եթե սրանք շարունակեն կառավարել, ստանալ միլիոնների հասնող 7-8 միլիոնի հասնող պարգևավճարներ եւ այդ պարգևավճարները տարեկան մի քանի անգամ կրկնվեն, սրանք փաստաթղթավորված դոլարային միլիոնատերեր կդառնան։ Տեսեք, նախարարը մի բնակարան գնել է, մեկը նվիրատվություն է ստացել, կասկածելի չէ այս ֆինանսական ակտիվությունը, կապիտալի մեծացումը այս ԿՊԱ-ական պաշտոնյաների։ Պարզվեց, որ մարդիկ, որոնք ժամանակին անգամ փոշեկուլ հերոստացույց էին ապարիկով գնում են էլ ապարիկը չէին կարողանում վճարել եւ դահակեի տակ էին ընկնում, նրանք այսօր ուղղակի ինչ-որ նորահայտ միլիոնատերեր են եւ ունեն տասնյակ միլիոններ բնակարաններ, առանձնատներ գնելու համար։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանի սպանելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին, տատին եւ պապին, որպիսի վենդետան կանխեն։ Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյանները, Ախտոյանները եւ Հարությունյանները գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հիշեցնենք, որ Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ Քննչական կոմիտեն էլ մեղադրյալների հարազատներին նրանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես ԿՊԱ-ական Մեհեր Ախտոյանի ընտանիքին հեռացրել էր գյուղից։ Մեհեր Ախտոյանն էլ սպանությունից 10 օր առաջ է հեռացել Հայաստանի Հանրապետությունից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ԿՊԱ-ականներին անձամբ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ իրականացնել քարոզարշավ անկախ կարգավիճակից նախարար են падգամավոր թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տներ, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։ Մեր տեղեկություններով Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով եւ տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաեւ ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության եւ հատկապես ԿՊ-ի մասին։ Ըստ այդմ, ԿՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր եւ սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղությամբ։ Վատ տակտիկա է, ասեմ ձեզ, որտեղ օրինակ Երևանում քաղաքացիական պայմանագիրը որքան ակտիվացնում է իր աշխատանքը, այնքան թուքումուրը ավելանում է, որովհետև ոչ այդքան սիրելի եւ ոչ հարգելի իշխանություն։ Մարդիկ զզվում են ձեզանից, մարդիկ ատում են ձեզ, սա լավ օրից չի, լավ չի, որ հասարակության մեջ այսպիսի ատելություն կա, դա գուցե նաեւ լավ տեղ չտանի, բայց դուք եք հասել դրան։ Դուք հասել եք նրան, որ մարդիկ ձեր երեսը տեսնել չեն ուզում։ Հիմա ասենք, եթե ձեզ ատում են, ասենք օրը 10 անգամ այդ մարդկանց առաջ դուրս գաք, դուք մտածում եք երևի ատելությունը կփոխվի սիրով, ոչ, շարունակելու են 10 անգամ ավել զզվելու ատել ձեզանից։ Հենպես որ ես էլ եմ առաջարկում ԿՊ-ն հատկապես Երևանում շատ ակտիվ լինի, ու ես կառաջարկեմ Երևանում քարոզչությունը կենտրոնացնել Արսեն Թորոսյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի դեմքերով, սա շատ մեծ աջակցություն կլինի ընդդիմությանը, մենք շնորհակալ կլինենք, եթե այդ ուղղությամբ իրականում քայլեր ձեռնարկեք։ Վերջում մի անդրադարձ երեկվա մի հայտարարության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում ազգային ինքնության դեմ հարձակումներ գործած Նիկոլ Փաշինյանին անվանեց համբալ, սա այսպես սովորական չէր Ռոբերտ Քոչարյանի խոսքում, բայց միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիրը վայնասունն է դրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե բա վայ, Նիկոլին համբալ ասեցին։ Նիկոլը եթե համբալ չի, բա ինչ է։ Ու այստեղ ամենևին վիրավորանք չկա, սիրելի հայրենակիցներ, որովհետև համբալ սովորաբար ասում են, ուղիղ իմաստով դա բեռնակրին են ասում, մենք որևէ իհարկե թիրախավորում չունենք մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր ծանր աշխատանքով, արդար քրտինքով իրենց հացն են վաստակում, իրանք միայն հարգանքի են արժանի,
բայց համբալ բառը օգտագործում է նաև փոխաբերական իմաստով եւ համբալ ասում են արևելյան բառ է դա, արաբերենից է եկել, համբալ ասում են մարդու, որը անկիրթ է, անդաստիրակ է, հայոյանքներ է օգտագործում իր խոսքում եւ նաեւ ճաշակ չունի։ Հիմա եկեք հերթով անցնենք։ Նիկոլ Փաշինյանը անկիրթ է, մարդը ակնհայտորեն համալսարանը չի ավարտել։ Նիկոլ Փաշինյանը անդաստիրակ է, ակնհայտորեն անդաստիրակ է, որովհետեւ մարդը, որը խոսում է ներողություն արտահայտության համար դոմփելու մասին, սեռական ակտի մասին, հոգևորականների ինչ-որ քեռակնոջ մասին, դա հրապարակային գրում է իր էջում, տասնյակ այլ դեպքեր էլ կեղտոտ պատմություններ է գրել իր էջում։ Մարդը, որը իր քաղաքացիների հետ շփվելիս ասում է ընդդիմադիրներին ներողություն արտահայտության համար շինելու եմ, այդ մարդը ակնհայտորեն անդաստիրակ է։ Այդ մարդը հայոյանքներ է օգտագործում։ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հաճախակի հայոյանքներ է օգտագործում։ Նիկոլ Փաշինյանը նաև անճաշակ է։ Հագնվելուց սկսած մինչև ուտելը, քայլելը, վարք ու բարքը։ Ես վստահ եմ Ռոբերտ Քոչարյանը վիրավորելու իմաստով չի ասել։ Ռոբերտ Քոչարյանը դա ասեց փաստը արձանագրելու իմաստով։ Եվ այդ փաստը արձանագրված է, այո, Նիկոլ Փաշինյանը համբալ է, ըստ կրիտերիաները, որ դնում ես, համբալ է, եւ ցանկացած մեկն է համբալ, ով իրեն այդպես է պահում։ Ով հրապարակային հայոյանքներով է խոսում։ Ով հրապարակային մտնում է այլ մարդու ինտիմ կյանք, սեռական անձնական դաշտ, սեռական հարաբերությունների տիրույթ է մտնում, հա։ Այդ մարդը համբալ է։ Այս տարածաշրջանում ցանկացած պետություն շրջեք, չէ՞ որ մենք էլ արևելքում ենք, ի վերջո Եվրոպայում չենք, եվրոպացիք էլ գուցե հոմանիշը ունեն համբալի, իրենք էլ կասեն, որ այդ մարդը համբալ է։ Մի տվեք Նիկոլ Փաշինյանի անունը, որևէ մեկի անունը, գնացեք, հարցրեք, թեկուզ հենց Հայաստանում, սիրելի հայրենակիցներ, գնացեք ու ցանկացած adekvat մարդու ասեք, գիտեք, մի մարդ կա, որը հրապարակային հայոյում է, հրապարակային խոսում է այլ մարդու սեռական կյանքի մասին, հրապարակային պերաշկի ուտելուց հետո ձեռքերը մաքրում է իր հագուստի վրա, հրապարակային իրեն թույլ է տալիս հայտարարություններ, որոնք նորմալ մարդը թույլ չի տա։ Այս մարդուն ոնց ոնց կանվանեք։ Ցանկացած adekvat մարդ ասելու է համբալ։ Ուրիշ բան չի էլ կարող ասել։ Երեք տեսա նաև ԿՊԱ-ականներ կային ոգևորված, թե բա այս 680,000 ընտրող քաղաքացիներին որևէ մեկը մեր քաղաքացիներին չի վիրավորում։ Մեր 680,000 հայրենակիցները նրանց մեծ մասը խաբվել է Նիկոլ Փաշինյանի կողմից ու ասենք ինչ հիմա Հիտլերին, որ շատերը ընտրել էին Գերմանիայում, բոլորը նացիստներ էին, բոլորը հրեաներին ուզում էին սպանել, ոչ։ Բոլորը Հիտլերի հանցագործությունների պատասխանատվությունն են կրում, ոչ։ Այո, ցավոք սրտի մեր հասարակության մի զգալի շերտի իր բնույթով համբալը կարողացել է մոլորեցնել։ Դա մեր քաղաքացիներին չի վերաբերվում այդ խոսքը։ Մենք շատ սիրով, հանդուրժողականությամբ եւ ջերմությամբ ենք վերաբերվում մեր բոլոր հայրենակիցներին, նրանք կընտրեն Նիկոլ Փաշինյանին, չեն ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Այդ մեր հայրենակիցների նկատմամբ մեր լավագույն վերաբերմունքը չի Փաշինյանի համբալ լինելը չի կասեցնում, դադարեցնում։ Դա անփոփոխ է, մարդու վարքն է։ Մնացածը արդեն մեկնաբանությունների ճաշակի ընկալման հարց է, սա դասական բացատրություններ այդ բառը, այդտեղ որևէ հայոյանք չկա եւ ասեմ Փաշինյանի դեպքում որևէ վիրավորանք չկա։ Ասենք եթե, չգիտեմ, շատ կիրթ, դաստիարակված, իրեն հանրային նորմալ պահող մարդու ասես համբալ, այո, դա վիրավորանք է, որտեղ մարդը այդպեսին չի, դու ուզում ես իրեն վիրավորել։ Այնպես որ ոչ այդքան հարգելի ԿՊԱ-ականներ, վերնախավի մասին է խոսքը, մի անհանգստացեք, մի խառնվեք իրար, Նիկոլ Փաշինյանին ձեր սերը նման կերպ մի ապացուցեք, առիթ կլինի Փաշինյանին ձեր սերը ապացուցելու, խնդրում եմ, եթե իհարկե դուք էլ չեք հայտնվելու այդտեղ, հավաքեք միջոցներ, կուտակեք միջոցներ, որ երբ Նիկոլ Փաշինյանը օրինական պատասխանատվության կանչվի, գոնե շաբաթը մեկը տուլիկ կտանեք Նիկոլ Փաշինյանին։
Լավ մնացեք, կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48